Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, իրավացի եք։ Մենք գործ ունենք տեխնիկական անվտանգության, արտադրական վտանգավոր օբյեկտների հետ եւ ըստ ժամանակացույցի մեր շատ կարեւոր է, որպեսզի մենք նոյեմբերին ունենանք ընդունված օրենք, քանի որ process-ները բոլորը եկել են եւ այս ժամկետին են հանգել եւ դրանով իսկ սահուն ապահովելու է տեխանվտանգության որակը հանրապետության տարածքում։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես համաձայն եմ, որ Երևան քաղաքը հատկապես բեռնված է տրանսպորտային միջոցներով եւ շատ հաճախ մենք հանդիպում ենք խցանումների, այս առումով եւ երկարաժամկետ ռազմավարական եւ կարճաժամկետ ընթացիկ process-ներ են գեներացվում եւ իրականացվում ներքին գործերի նախարարության, հատկապես ոստիկանության բարեկային ծառայության կողմից, որպեսզի խցանումները թոթափվեն։ Համաձայն եմ, որ ունենք հատկապես օրեր, երբ որ այդ օրերում 1 եւ 2 կամ 2-ից ավել միջոցառումներ են տեղի ունենում քաղաքում, հատկապես խցանումները իրենց զգալ են տալիս, նշեմ, որ բարեկային ծառայությունը ներգրավում է այդ օրերին եւ ժամերին համապատասխան վայրերում ծառայության խցանումները արագ բացելու համար։ Նաեւ տեղյակ եք, որ Երևան քաղաքում եւ տրանսպորտային համակարգի, հանրային տրանսպորտային համակարգի եւ փողոցների վերադասավորումներ են տեղի ունենում եւ այս շրջանակներում եւս զգալի են խցանումները ավելի դարձել, բայց գործընթացի մեջ է եւ վերջնարդյունքում հույսով ենք, որ կունենանք բեռնաթափված եւ նորմալ երթևեկություն։ Շնորհակալ եմ այսքան։ Լավ, ասեմ ձեզ, որ միայն բարեկային ծառայության միջոցներով հնարավոր չէ խնդիրը լուծել, որտեղ մենք ամիսներ առաջ լսումներ կազմակերպեցինք ճանապարհային երթևեկության հետ առնչվող, որտեղ պարզ դարձավ, որ մեծ ծրագիր պետք է իրականացնենք, որպեսզի կարողանանք բեռնաթափման խնդիր լուծենք։ Տրանսպորտային միջոցների քանակը շատանում է, բայց ճանապարհների թողտվությունը այդքան էլ բան չէ եւ վերջերս նաեւ տեսանելի դարձավ, որ նույնիսկ հեծանիվը խիտ խցանումների պարագայում չի կարողանում հաղթահարել այդ խցանումները։ Այնպես որ խնդիրը արկախել կամ միայն բարեկային ուժերի միջոցով լուծումներ տեսնելը դա քիչ է, որտեղ եւ տեղական ինքնակառավարման մարմինները սկսած շին թույլտվություններից վերջացրած ճանապարհների թողտվության խնդիրների լուծումից վերջին հաշվով կանգառներից կարող է մի մեքենա կանգնի ճանապարհի, անթույլատրելի մասում եւ քաղաքը պարալիզացվի։ Մեքենաների կանգնեցնելու այդ խնդիրներից սկսած բոլորը խնդիրը այդ լուծումների համար պետք է ունենանք ծրագիր։ Այնպես որ այդ խնդիրը համարենք կա եւ միայն բարեկային ուժերը բավարար չեն։ Շատ լավ։ Հարակից զեկուցման համար զայնը տալիս եմ հանձնաժողովի անդամ պարոն Մերապյանին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Զեկուցող ամբողջությամբ ներկայացրեց օրենքի փոփոխությունը, ավելացնելու բան չունեմ, ուստի կխնդրեմ իմ գործընկերներից կողմ քվեարկել։ Շնորհակալություն։ Հարցեր հարակից զեկուցող են։ Հարցեր չկան, ելույթների համար հերթագրում։ Ելույթներ չկան, եզրափակիչ ելույթի համար պարոն Մերապյան, պարոն Մկրտչյան չկա։ Հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրինագիծը երկու քվեարկություն երևի կանենք, մեկը օրինագծի հետ կապված լիագումար նիստ ընդունելու եւ ռեժիմը 24 շարժումյա ռեժիմի հետ կապված։ Ովքեր են կողմ օրակարգի այս հարցը հարցին կողմ դեմ ձեռնպահ անցավ, ովքեր են կողմ, որպեսզի օրակարգի տվյալ հարցը ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ 24 ժամյա ռեժիմով կողմ դեմ ձեռնպահ չկա, օրակարգը սպառվեց, շնորհակալություն։